այսօր մենք կզրուցենք հայինի կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանի հետ, բարեկո պարոն Վանեցյան։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Դուք գնացել եք օդանավակայան կաթողիկոսի դիմավորելու ի պաշտպանություն։ Այդ բանավեճը բոլորս գիտենք, նա զավակ ունի, չունի, տեսեք, դրանից հետո երբ որ այդ թեման բացվեց, ընդդիմախոսները այդ թեմայի կաթողիկոսին սատարողները, այդ թվում դուք, ինչ ասես ասում են, որ սա մեր եկեղեցու դեմ է, որ սա մեր արժի համակարգի դեմ է, որ սա մեր ինքնության դեմ է, սա կաթողիկոսի դեմ է, հայ լինելու դեմ է, թուրքական պլան է, այլ, բայց ամենակարևոր հարցին չեն պատասխանում, դրա կարճ ձևը կա, ասում ես, որ այդպես չի, չունի եւ թեման փակվում է։ Իսկ քանի որ որևէ մեկը չի հերքում, կարանք մենք եզրակացնենք, որ ունի։ Ես չեմ ուզում մտնեմ այդ խոսակցության մեջ։ Ես կասեմ հետևյալը։ Եկեղեցին ինքը պետք է լուծի իր հարցերը։ Չի կարող եկեղեցական հարցերը լուծվել եկեղեցուց դուրս։ Շատ լավ, բայց չեն լուծում, ասում են ձեր գործը չի, մենք իսկ ով է դիմել եկեղեցուն եւ այդ հարցի հետ կապված բարձաբանում չի ստացել։ Բայց ձևը դիմելու, մի րոպե, ձևը դիմելու այդպես չէ։ Իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, դու չես հասկանում, բլոգերա թե վարչապետ, ամեն առավոտ մի գրառում է անում։ Թրամփն էլ է գրառում անում։ Մի րոպե, մի գրառում է անում, որով ինչ որ մեղադրանքներ, սպառնալիքներ, շանտաժ, եթե հարց ունի եւ ինքը այդքան մտածում է եկեղեցու մասին, դրա ձևը կա։ Մի հատ նամակ է գրում։ Գրավոր դիմում։ Նամակ է գրում եկեղեցիական խորհրդին եւ ասում է, «Սենց խնդիր կա, խնդրում եմ այդ հարցը լուծեք»։ Իսկ այն ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ է եւ Նիկոլ Փաշինյանը երևի թե ուզում է դառնա միապետ եւ եկեղեցին էլ ուզուրպացնի եւ դառնա ամենայն հայոց վարչապետ։ Եկեղեցիները միշտ էլ միապետությունը սիրում են, եթե պատմությունը նայենք, բայց հիմա էլի ասեմ, այդ հարցը չի շարունակվի, չէ՞, եթե հստակ պատասխան ունենանք, օրինակ ես սպասում եմ, որ կաթողիկոսը կամ դուք որպես իր կողմնակից եւ նախկին ԱԱԾ պետք ասեք, չկա տես բան, մենք էլ շուտ կգանք իշխանությանը, կասենք հələ լսեք, նախկին ԱԱԾ պետ չպետք է ընդհանրապես, ես եթե նկատել եք ընդհանրապես չեմ խոսում մարդկանց անձնական կյանքի մասին։ Երբևիցե դուք չեք տեսնի, որ ես խոսում։ Մի րոպե, սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք։ Սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք չի, սա եկեղեցի է, անջատ կառույց։ Եվ պարտավորեն այդ կառույցի վերաբերյալ հարցերը քննարկվեն բացառապես այդ կառույցում։ Մեր եկեղեցին չի կարող դառնալ թիրախի առարկա, չի կարող եւ վերջ։ Ով ուզում է լինի, երկրի ղեկավար կլինի, սովորական ինչ-որ մեկը կլինի, հարցեր կա, դիմեք եկեղեցին իր չի դիմել, հրապարակային չեն դիմում։ Ինչու՞։ Ձև կա դիմելու։ Դրա նպատակը մեկն է, հեղինակա զրկել եկեղեցին, ուրիշ նպատակ չկա։ Պարոն Վանեցյան, տեսեք, երբ որ ասում են, որ այ կաթողիկոսը կեղծիք արել, նա ունի զավակ եւ չի ասել եւ չէր կարող ընտրվել է, սա դուք ասում եք եկեղեցու դեմ է, հեղինակա զրկում է, չէ, մեր ինքնության դեմ է եւ այլն։ Բայց դուրս է գալիս ինչ, երբ որ ասում ես կեղծիք կա, դու դեմ ես, երբ որ դու կեղծիքը կոծկում եք, այդ մասին չեք խոսում, դուրս է գալի դուք եկեղեցու կողմից եք եւ մեր ինքնության կողմից եք։ Որևէ մեկը ոչ մի բան չի կոծկում։ Ես նորից եմ կրկնում։ Թող դիմեն եկեղեցուն, եկեղեցին իր հարցերը կլուծի։